Ամենազզվելի ու տհաճ բաներից մեկը, ինչը կատարվում է հայերի հետ վերջի տարիներին, դա համատարած սպառակտումն է ու ատելությունը, ու այն, որ հայ ժողովուրդը բաժանվել է մի քանի հատվածի։ Իհարկե սա չի վերջանում ցավոք սրտի մենակ Հայաստանով, քանի որ այս համատարած սպառակտումը ու ատելությունը միմյանց վիրավորելը հիմնականում խորացել է ու բունադրել սոցհարթակներում, այսինքն ինտերնետում, այսպես ասած, ցավոք սրտի դրան միացել են ամբողջ աշխարհի հայերը, Ֆրանսիայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Երևանից, Գյումրիից, էական չի, ու ցավոք սրտի ամեն օր, ամեն 24 ժամում 100,000-ավոր մարդիկ իրար վիրավորում են, հայհոյում են, վատ բաներ են ասում ու շատ անհանդուրժող են դարձել միայն մի բանի համար, քաղաքական տարբեր հայացքներ ունենալու համար։ Ես հիմա չեմ խոսի այն բանից, թե ինչի է սա սկսվել ու ով է բերել, կարծում եմ շատ ակնհայտ է, թե ոնց եղավ ու ինչից սկսվեց ու ով բերեց այս համատարած սպառակտումը, բայց այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այս վարչապետը ու այս ղեկավարությունը մեղավոր չեն սրանում, թող պատասխանեն երկու հարցի։ Առաջի հարցը, ինչի մինչև 2018 թվականի հեղափոխությունը հայերը այս տիպի պառակտված չէին ու հիմնականում չէր տեսնի, որ Facebook-յան կամ մեկ այլ սոցկայքի մեկնաբանություններում իրար կքրվեն, այսպես ասած, ու վատ բաներ կասեն, ինչի սենց չէր, եթե այս վարչապետը չի բերել։ Ու երկրորդ հարցը, ինքը մարդ է, ով որ սիրում է մտնի ուղիղ եթեր, վիդեոներ տեղադրի իր Facebook-յան ուժում, տարբեր կոչերով դիմի հանրությանը, ասի օրինակի համար, տեսեք, կաթողիկոսը զավակ ունի, մենք պետքա փոխենք կաթողիկոսին, տեսեք, սա սենց ասեց, պետքա սրան հանենք պաշտոնից, տեսեք, սա սենց արեց։ Հիմա երկրորդ հարցս եմ ուղղում ձեզ բոլորիդ, այն մարդկանց, ովքեր կարծում են, որ այս համատարած սպառակտման ու ատելության մեղավորը վարչապետը չի։ Ինչի ինքը մի անգամ չի մտնում ուղիղ եթեր կամ վիդեո չի տեղադրում իր Facebook-յան էջում ու կոչով չի հանդես գալիս, օրինակ այսպիսի կոչով, իմ սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իմ ժողովուրդ, խնդրում եմ այլևս սրանից հետո մի վիրավորեք իրար մեկնաբանություններում, եղեք միահամուռ, բոլորս մեկ ազգ ենք, բոլորս հայ ենք։ Խնդրում եմ այս հարցին պատասխանեք, ինչի չի անում։ Ես այս հարցի պատասխանը ունեմ։